Ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը այդ շատ լուրջ խնդիր է, առավել ևս բռնությամբ կատարված հանցագործությունները ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իր վրա։ Երկրում կրիմինալ մթնոլորտի բարձր մակարդակը վարչապետ Փաշինյանին էլ է անհանգստացնում, ինչն այնպես չեն անում, որ ահավոր դեպքեր են լինում։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա նիստում քննիչներին դիմեց Փաշինյանը։ Վերջերս շատ ահավոր դեպք տեղի ունեցավ, նույն Փարաքարի դեպքերը, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության դեպքը։ Առաջին հարցն է նա, որտեղ է բաց թողումը, ինչ պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամեն ինչը տեղի չունենա։ Առաջին բանը, որ պետք է անի վերադասը, իրավապահ համակարգի տեսնել, դա հնարավոր է կանխել, թե ոչ։ Ես դեռ վստահեցնում եմ, եթե կատարվեր են աշխատանքը, որի մասին ես ձեզ ասում եմ, այո, դա հնարավոր է։ Հիմա էլ է հնարավոր ստեղարյուն թափվի։ Ակնհայտ է, չէ՞ որ կրկերը չեն անդրադառնում։ Ոստիկանության օպերատիվ շտաբի նախկին պետ Հովհաննես Քոչարյանը, որ Փաշինյանի կառավարության օրոք էլ փոխոստիկանապետն էր, հարցնում է. իսկ ինչ են արել հանցագործությունը կանխելու ուղղությամբ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է, քաղաքական իշխանությունը իրավապահներից հաշվետվություն չի պահանջում, չեն էլ ստուգում, իրենց թվերը նկարած են, թե իրականությունն են։ Պետությունը համապատասխան մարմիններին ոչ հանձնարարական է տալի, ոչ հետաքրքրված է, ոչ շահագրգռված է, ոչ էլ հաշվետվություն է ուզում, թե կոնկրետ հանցագործների կանխման ուղղությամբ իրավապահ մարմիններն ինչ արեն, եւ որևէ մեկը չի էլ ստուգում այդ կանխման աշխատանքն իրական արդյունավետ է, թե թվերի նկարչությունն է։ Պետք է պահանջի քաղաքական իշխանությունը, իշխանակիրը, այդ ներքին գործերի նախարարությունը բան չի համար ստեղծվել, որ դառնա ոստիկանապետ գնա դեպքի վայրից դրություն անի, կամ խորհրդակցություն, հա, օպերատիվ։ Այդ ներքին գործերի նախարարությունը դրա համար է ստեղծվել, որ հանցավորության վիճակի օբյեկտիվ անաչառ անալիզի արդյունքներով քրեաբանական կանխարգելի ծրագրեր մշակվելու բացառակությանը մատուցվել։ Ներքին գործերի նախարարությունը ազատությանն է փոխանցել Փաշինյանի կառավարության օրոք վերջին 6 տարվա սպանությունների վիճակագրությունը։ Պատկերը խայտապղետ է, թվերը իջնում ու բարձրանում են, նվազման կայուն միտում չկա։ Օրինակ 2020-ին սպանության 50 դեպք է գրանցվել, 21-ին 10-ով աճել է, 2022-ին ու 23-ին համարյա նույնն է, 58-55 դեպք, անցած տարի 63 սպանություն է եղել, այս տարի, որ դեռ չի ավարտվել, 46։ Այդ վիճակագրությունը, որը դուք ներկայացնում եք, ոչ մի բանի մասին չի խոսում։ Նախկին փոխոստիկանապետն ասում է, երկրում հանցագործությունների մակարդակը գնահատելիս պետք է հաշվի առնել դեպքերի հնչեղությունը, ոչ թե սոսկ վիճակագրությունը։ Օրինակ, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքը։ Քրեական բախումները, բռնի եւ բռնի շահադիտական հանցագործությունները հասարակությանը գնալով ավելի տեսանելի ու անհանգստացնող է դարձնում։ Ավելի ցինիկ, ավելի հանդուգն եւ ցենց ասեմ ձեզ, էլի իսկական մարտահրավեր է պետության ներքին ինքնորոշմանը։ Հասկանում եք, սա ես տեսնում եմ, որ ինչ-որ բան փոխվել է։ Երբեմն լինում են իրադարձություններ, դեպքեր, որոնք ուղղակի հուսահատության են հասցնում եւ դու ինքդ քեզ հարց ես տալիս, ասում ես, բայց ինչի ասա տեղի են, ինչու է դա տեղի ունենում։ Ինչն ենք մենք սխալ արել, որ դա տեղի է ունեցել։ Իրավապահ համակարգը կենտրոնացած է առաջնահերթությունը, այսպես ասած, քաղաքական այդ հավաքներն են, չգիտեմ, այդ դատական պրոցեսներն են, որտեղ իրենք ավելի զգոն են։ Փաշինյանի հարցի պատասխանը ենթադրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Իրավապահ համակարգի առաջնահերթությունը քաղաքականությունն է, ոչ թե կրիմինալի դեմ պայքարը։ Գիտեք ինչ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է կառավարությունը ես եմ, եւ որևէ մեկը չի կարող իրեն հակադրվել եւ մենք տեսնում ենք իր քաղաքական այդ ուղղորդումը ընդհանրապես դու հասկանում ես որ ոստիկանությունը եւս ուղղորդված է ավելի շատ քաղաքական հանգամանքների process-ների վրա քան այն ինչ որ պետք է ինքը իրականում կատարի այս պատկերը մարդկանց բռնությունների սպանությունների Սա վտանգավոր է ուղղակի։ Վարչապետ Փաշինյանի համոզմամբ ինչ էլ անեն իդեալական վիճակի չեն հասնի եւ այդ ձգտումը էներգիայի վատնում է համարում։ Քննիչներին հորդորեց հանցագործության դեմ պայքարում ոչ թե իդեալական վիճակի ձգտեն, այլ պարզապես արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատեն։